Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե մարտի 18-ին 8:55-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Մարտի 16-ից 18-ը Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ եւ ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։ Այդ բոլոր հերքման հաղորդագրություններում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցրել է դեռևս 2024 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։ Հայաստանի պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17-ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը հայտարարում է, որ Հայաստանի բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացման ուղղված քայլերը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը եւ տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարևորագույն քայլն է եւ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը եւ մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։ Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաև, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նիհ հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ եւ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստանի հարավային հատված հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ։ Ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ Միևնույն ժամանակ վերահաստատում են, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն, ասված է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինին ազգային տոնի Սուրբ Պատրիկի օրվա առթիվ։ Շնորհավորական ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ ձեզ եւ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի Սուրբ Պատրիկի օրվա առթիվ»։ Իռլանդիայի հարաբերությունները կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում եւ մեր կառավարությունը հաստատակամ է շարունակելու դրանց ընդլայնումն ու զարգացումը։ Ժողովրդավարական արժեքների վրա խրախուսված երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության հետեւողական խորացումը, այդ թվում Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում բխում է Հայաստանի եւ Իռլանդիայի շահերից ի նպաստ մեր ժողովրդի բարօրության։ Լիահույս է, որ առաջիկայում Հայաստան-Իռլանդիա երկկողմ օրակարգը հեռանկար
երկարային ծրագրով առաջ մղելու համար կունենանք նոր հնարավորություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին պաշտոնում նշանակվելու առիթով։ Ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Կանադայի վարչապետի պաշտոնում ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները ձևավորվել են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ համագործակցության միջավայրում։ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս վերընթաց զարգացում ապրող երկկողմ հարաբերություններին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով եւ մեր կառավարությունների սերտ փոխգործակցության շնորհիվ մեզ կհաջողվի լիովին բացահայտել մեր երկրների երկկողմ օրակարգի արկա զգալի ներուժը, խորացնել ու ընդլայնել համագործակցությունը տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական եւ այլ ոլորտներում, ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։ Օգտվելով առիթից հայտնում եմ ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը Հայաստանի եւ Կանադայի երկկողմ օրակարգի բոլոր ուղղություններով։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին բարեկեցություն եւ խաղաղություն»։ Ալեն Սիմոնյանը ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի Եվրամիության գործերի հանձնաժողովի նախագահին։ Հայ-չեխական հարաբերությունների վերաբերվող հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստան-Եվրամիություն օրակարգին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերվող հարցերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերվող հարցեր, ներկայացվել են գործընթացում առկա հիմնական խնդիրներն ու առաջարկվող լուծումները։ Նշվել է, որ իրականացվող աշխատանքների նպատակն է ունենալ ապրանքի հետագծելիության համակարգ բոլոր փուլերում՝ արտադրողից, ներմուծողից մինչև սպառող։ Մտքեր են փոխանակվել կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ։ Վարչապետը հանձնարարել է ներկայացված դիտարկումների եւ առաջարկությունների հիման վրա շարունակել աշխատանքային քննարկումները համակարգը լավարկելու եւ նախատեսված նպատակներին հասնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ղրղըզստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։ Սա սահմանային հարցերի խաղաղ լուծման լավագույն օրինակներից է եւ երկու հարևան պետությունների քաղաքական կամքի դրսեւորում խաղաղ համակեցության եւ նրանց ժողովուրդների բարօրության ուղղությամբ։ Հույս ունենք, որ այս կարևոր քայլը կհանգեցնի կայուն խաղաղության, անվտանգության եւ համագործակցության տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս։ Նշված է Հայաստանի արտգործնախարարության X-ի էջում։ Մարտի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4410 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 մեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 157, առանց վարորդական իրավունքի վկայականի 318 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 17, ժամանակապված վարելու 934, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 319, վարելիս հեռախոսից օգտվելու 190, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 27 եւ 1572 այլ իրավախախտումներ, 112 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 293-ը տեխնիկական զննություն չանցած, 92-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 112-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 76 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14473 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 302 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 200, առանց վարորդական իրավունքի վկայականի 728 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 114, ժամանակապված վարելու 3388, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 368, վարելիս հեռախոսից օգտվելու 555, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 33, արագության գերազանցման 2271 եւ 4227 այլ իրավախախտումներ, 419 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1359 տեխնիկական զննություն չանցած, 498-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը բեռնատարներ, 141-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 57 անձ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի եւ զբաղվածության նախարար Աստրիդ Փանոսյան-Բուվեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես աշխատանքի, զբաղվածության եւ կանանց հիմնահարցերի ոլորտում համագործակցության ընդլայնման առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են միասնական սոցիալական ծառայության ու Ֆրանսիայի սոցիալական ծառայություններ մատուցող կառույցի միջև համատեղ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը։ Դիտարկվել է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Ողջունելով դեսպանին խորհրդարանում Սարգիս Խանդանյանը արժևորել է ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջև սերտ համագործակցությունը։ Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումների մասին, ընդգծել Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ մեկնարկի կարևորությունը։ Հանդիպմանը Սարգիս Խանդանյանը անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ Կողմերը քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մարտի 18-ին ժամը 3:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղում այրվում է ավտոմեքենա, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 4:02-ին, մարվել 4:15, այրվել է Մասերատի Մակնիշի ավտոմեքենա։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Մարտի 17-ին ժամը 20:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտից ծուխ եւ կրակ է նկատվում։ Այս մասին հայտնում է Շամշյան Քոմը։ Ժամանել է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են Երևանյան փողոցի 15 տան հարևանությամբ գտնվող Անասնոգոմի տանիքի հատվածում առաջացած կրակը, ապա մարել այն։ Այրվել է տանիքի փայտյա կառուցատարերի մի մաս։ Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները իրենց սպասարկման տարածքում համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ մարտի 14-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Հայտնաբերվել է գազային եւ մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող 1 հրացան, տարատեսակ 41 փամփուշտ, 1 մահակ, նաեւ մարիխուանայի նմանվող զանգված։ Արձանագրվել է վարչական 50 իրավախախտում, այդ թվում չամրակապված վարելու 15, վարելիս հեռախոսից օգտվելու 7 եւ ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 5 դեպք։ Ուժեղացված ծառայությունները կրում են պարբերական բնույթ։ Աբովյան համայնքում մեկնարկել է ճանապարհների բարեկարգման աշխատանքները։ Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ոլորտային պատասխանատուների հետ հետևել է ներհամայնքային փողոցներում իրականացվող փոսային նորոգման աշխատանքների ընթացքին եւ որակին։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 17-ից 18 ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 7-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 3, անձնական ունեցվածքի գողության 2, կողոպուտի ու պետական ունեցվածքի գողության 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող կամավոր ներկայացել 1-ը, հայտնաբերվել է 3 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով եւ վիրավորներով ճանապարհատրանսպորտային 14 պատահար, 5 մարդ զոհվել է, 24-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ինչպես օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից։
Եթե դուք շրջանառության հարկ վճարող եք եւ իրականացնում եք առևտրական գործունեություն, ապա կարող եք օգտվել աջակցության ծրագրից եւ 2025 թվականի առաջին երկրորդ եռամսյակների համար հետ ստանալ շրջանառության հարկի 5% շեմից ավելի վճարված գումարները։ Աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե միաժամանակ բավարարում եք հետեւյալ պայմաններին. 2024 թվականին իրականացրել եք առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ եւ աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում եղել եք բացառապես շրջանառության հարկ վճարող, 2025 թվականի առաջին երկրորդ եռամսյակների համար ամբողջությամբ վճարել եք շրջանառության հարկը, պարտադիր է նաեւ, որ նույն ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարը գերազանցի առևտրական գործունեության իրացման շրջանառության 5%-ը կամ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով ունենաք չնվազեցված եւ փոխանցված գումար։ Միաժամանակ հարկային մարմին եք ներկայացել 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։ Այսպես, թվարկված բոլոր պայմաններին միաժամանակ բավարարելու դեպքում առաջին եւ երկրորդ եռամսյակների համար կարող եք ստանալ փոխհատուցում, վճարված շրջանառության հարկի եւ նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ձևավորվող իրացման շրջանառության 5%-ի տարբերության չափով եւ լրացուցիչ փոխհատուցում, վճարված շրջանառության հարկի եւ իրացման շրջանառության 1.5%-ի տարբերության չափով։ Եթե ունեք նաեւ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկից չնվազեցված եւ փոխանցված գումար, բայց ոչ ավելի, քան փոխանցված գումարի 1.375 պատիկը։ Այժմ եկեք օրինակով հաշվարկենք, թե որքան կարող են կազմել աջակցությամբ վերադարձվող գումարները։ Եթե 2025 թվականի առաջին եռամսյակում ձեր առևտրական գործունեության եկամուտը կկազմի 5 միլիոն դրամ, ծախսերը 1 միլիոն դրամ, իսկ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը շրջանառության հարկի գումարից չնվազեցված եւ փոխանցված գումարը 100,000 դրամ, ապա գործող դրույքաչափերով առաջին եռամսյակի համար վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը կկազմի 305,000 դրամ։ Տվյալ դեպքում աջակցության գումարները կհաշվարկվեն հետևյալ կերպ. վճարված 305,000 դրամ շրջանառության հարկից կվերադարձվի 55,000 դրամ, իսկ գումարից չնվազեցված եւ փոխանցված ծախսերի մասով 137,500 դրամ։ Այսինքն, առաջին եռամսյակում դուք կարող եք ընդհանուր ստանալ 192,500 դրամ փոխհատուցում։ Աջակցությունից օգտվելու համար պետք է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեք դիմում։ Առաջին եռամսյակի համար մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ երկրորդ եռամսյակի համար մինչև օգոստոսի 1-ը ներառյալ։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողներն ապրանքների ձեռքբերումները եւ նվազեցվող ծախսերն առավելապես փաստաթղթավորեն, ապա գործնականում կարող են վճարել ավելի ցածր շրջանառության հարկ, քան գործող դրույքաչափն է, 10%-ի փոխարեն 1%-ի չափով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եմենի ապստամբ Փութիների Անսար Ալլահ շարժման հարձակումների հետևում իբր կանգնած է Իրանը։ Թրամփը հնարավոր է համարել, որ դրանց նոր հարձակումների դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը չի սահմանափակվի միայն ապստամբներին հարվածներով։ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանին պատասխանատու կհամարի Եմենի Անսար Ալլահ շարժման հութիների բոլոր հարձակումների համար եւ Իրանին սպառնացել է հետևանքներով։ Սիրիայի հարավում գտնվող Դերա քաղաքի վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել եւս 19 վիրավորվել։ Զոհվածները խաղաղ բնակիչներ են։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ քաղաքի ծայրամասերը ռմբակոծվել են իսրայելական օդուժի կողմից։ Լիբանանյան Ալ-Մայդեն հեռուստաալիքը պնդում է, որ ավիահարվածների թիրախ կարող էին դառնալ Դերայի արևմտյան շրջաններում տեղակայված ռազմաբազաները։ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տեղի կունենա այսօր, հաստատել է Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ նախագահների զրույցը կտևի այնքան, որքան նրանք անհրաժեշտ կհամարեն։ Քննարկումների առանցքում լինելու են Պեսկովի խոսքով Ուկրաինայի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը եւ երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորումը։
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում հայկական հատուկ օլիմպիադաներ հասարակական կազմակերպության երկու ներկայացուցիչները մարտի 8-ից 15-ը մասնակցել են հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերին։ ԿԳՄՍ-ից հայտնում են, որ Հայաստանի կազմում կրկնակի ոսկե մեդալակիր է դարձել Սիփան Ծաղկյանը հանդես գալով դահուկավազքի 2.5 կիլոմետր դասական եւ 500 մետր ազատ ոճի մրցումներում։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Նարեկ Պապյանը 4-րդ տեղն է զբաղեցրել դահուկավազքի 50 մետր դասական ոճում։ Նա նաև հանդես է եկել 100 մետր դասական ոճում եւ զբաղեցրել 6-րդ տեղը։ Խաղերին մասնակցել են 100 երկիր, շուրջ 1500 մարզիկներ։ Ներգրաված են եղել նաև 1000 մարզիչներ եւ նույնքան կամավորներ։ Մարզիկները մրցել են 8 մարզաձևերում։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակեն Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ եւ Ամբերտ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված այսօր երեկոյան ժամերից մարտի 19-ից 23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյուն, իսկ նախալեռնային եւ հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ եւ կուղեկցվեն ամպրոպներով։ Մարտի 19-ից 23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում։